Ուժեղ Հայաստան կուսակցությունը հերթական գրասենյակն է բացել այս անգամ Չարենցավան քաղաքում։ Իսկ հաջորդ կանգառը եղել է Հրազդանը։ Կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, երկիրը չի ներմուծելու, արտադրելու է։ Մեր երկիրը տարին ներմուծում է, գումար է ուղարկում օտարերկրների տարեկան $60 միլիոն 15,000 տոննա ցինկապատ ապրանք։ Մետաղ $60 միլիոն։ Իսկ գիտեք ինչ է արտանում մեր երկիրը։ Տարեկան 20 միլիոնի հում ցինկ։ Ցինկը արտանում ենք, վերամշակում են, հետ են բերում 2-3 անգամ թանկ մեզ են վաճառում։ Ինչն է խնդիրը, որ դա մեր երկրում չենք անում։ Ինչն է խնդիրը, որ այստեղ չենք անում այս քաղաքում։ Մի բանը, առաջնորդը, որ կազմակերպի դա։ Հարյուրավոր, հազարավոր աշխատատեղեր։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ։ Գերատեսչությունը հաղորդել է, որ զոհերի թվում կա 2 երեխա եւ 2 կին։ Ընդհանուր վիրավորների թիվը դեռ 37 է։ Իսրայելի բանակը հայտարարել է 1 զինվորի զոհվելու մասին։ Սա Իսրայելի եւ Լիբանանի միջև կնքված հրադադարից ի վեր ամենամահաբեր օրն է։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, թե իբր իրենց այս ամենը պարտավորեցնում է ապահովել Իսրայելի իրենց զինվորների եւ համայնքների անվտանգությունը, նկատի ունենալով իրենց 1 զինվորի զոհվելու հանգամանքը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Իսլամաբադից ժամանել է Սանկտ Պետերբուրգ։ Նա այսօր կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ավելի վաղ նշել էր, որ Արաղչին Ռուսաստան այցի ընթացքում կքննարկի ԱՄՆ-ի հետ բանակցությունների ներկա վիճակը, ինչպես նաեւ հրադադարի ռեժիմը։ Նշենք նաեւ, որ Իրանը նոր առաջարկ է ներկայացրել Միացյալ Նահանգներին, կոչ անելով վերացնել ամերիկյան շրջափակումը, բացել Հորմուզի նեղուցը եւ անցնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումներին։ Իրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին նոր առաջարկ է փոխանցել, այն ենթադրում է բանակցությունների եռաստիճան բանաձև, հայտնել է Axios-ը։ Առաջին փուլում առաջարկվում է լուծել Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամը, այնուհետև կողմերը կերկարացնեն հրադադարը կամ կպայմանավորվեն պատերազմի վերջնական դադարեցման մասին։ Այդ երկու կետով համաձայնության հասնելուց հետո միայն կքննարկվի միջուկային ծրագիրը, գրել է պարբերականը։ Իսկ Սպիտակ տան ղեկավարը իր հերթին հայտարարել է, թե Իրանը բանակցությունների ցանկության դեպքում կարող է զանգահարել կամ նույնիսկ այցելել Միացյալ Նահանգներ։ Թրամփը կատակել է նշելով, թե մեջբերում գիտեք, որ արդեն հեռախոս կա։ Մենք էլ ունենք անվտանգ հեռախոսագծեր, մեջբերման ավարտը։ ԱՄՆ ղեկավարը շեշտել է, թե Իրանը գիտի պարտադիր ինչ պետք է լինի համաձայնագրում։ Նա ուղիղ ասել է, որ Իրանը պետք է ընդմիշտ հրաժարվի միջուկային զենք ստեղծելու գաղափարից ու չեղարկի միջուկային ծրագիրը։ Հակառակ դեպքում պատերազմը կշարունակվի, ընդ որում ավելի մեծ թափով, իսկ բանակցությունների գնալը կդառնա անհնարին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ չափազանց հիասթափված է ՆԱՏՕ-ից։ Նա չի բացառել, որ ԱՄՆ-ն կարող է դիտարկել դաշինքից դուրս գալու հնարավորությունը, հատկապես որ անդամ երկրներն անտեսել են Իրանի Հորմուզի նեղուցի շրջափակման վերաբերյալ օգնություն ցուցաբերելու իր կոչը։ Այս ամենին կից Թրամփը նաև նշել է, որ Իրանի ղեկավարությունը շատ տարօրինակ է, երբեմն պարզ չէ, թե ում հետ գործ ունես։ ԱՄՆ նախագահը նաև սպառնացել է ոչնչացնել Իրանի նավթային օբյեկտները։ Ենթադրաբար Սպիտակ տան գրակոչների համար հիմա էլ Իրանին է մեղադրում ԱՄՆ նախագահը, չցանկանալով փնտրել այլ մեղավորներ։ I don't know. It sounded to me, I read ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շարունակում է բանակցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն չի բացահայտել իրենց վերջին զրույցի մանրամասները։ Թրամփի խոսքով Միացյալ Նահանգները շարունակում է ջանքեր գործադրել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար, իսկ Ռուսաստանից պատասխանը հետևյալն է։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իրենք միշտ բաց են ԱՄՆ-ի հետ այս հարցի կարգավորման շուրջ քննարկումներին։ Մեջբերում նրանք գիտեն մեր դիրքորոշումը, ավելին նրանք այն լսել են Ալյասկայում։ Այն ներկայացվել է ի պատասխան նրանց առաջարկության, վստահ եմ, որ բանակցային թիմը, պարոն Steve Witkoff-ը եւ Ջարեդ Քուշները չեն մոռացել դա։ Մեջբերման ավարտը։ Good evening to everyone.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ Վաշինգտոն Հիլթոն հյուրանոցում կրակոցների ժամանակ դիտավորյալ հետաձգել է իր տարհանումը, քանի որ ցանկացել է հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում։ Այսպես է բացատրել տեղի ունեցածը Թրամփը, քանի որ բոլորի մոտ հարց է առաջացել, թե ինչու են անվտանգության աշխատակիցները սկզբում տարհանել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, իսկ ԱՄՆ նախագահին տարհանելու համար պահանջվել է 20 վայրկյան։ Իդեպ, ըստ չգրված օրենքի, ԱՄՆ նախագահին նման իրավիճակներում պետք է տարհանել առաջիկա մի քանի վայրկյանների ընթացքում։ 3 ապրիլի 26-ին զինված հարձակում էր տեղի ունեցել Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքի ժամանակ։ Հարձակվողը 31-ամյա ուսուցիչ Քոուլ Ալենն էր, փորձել էր հյուրանոցի նախասրահում ճեղքել անվտանգության շղթան եւ արձակել մոտ 8 կրակոց։ Ձերբակալված Քոուլ Ալենը խոստովանել է, որ իր նպատակը եղել է Թրամփի վարչակազմի պաշտոնյաներին թիրախավորելը։ Վաշինգտոնի դատախազը հայտնել է, որ ձերբակալված տղամարդը դատարան կներկայացվի այսօր, ապրիլի 27-ին։ Ճապոնական Հոկայդո կղզում տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով հզոր երկրաշարժ, ցունամիի վտանգ չի հայտարարվել, ավերածությունների և զոհերի մասին տեղեկություն դեռևս չկա։ Օրեր առաջ երկրում 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, ինչից հետո իշխանությունները հայտարարել էին մինչև 3 մետր բարձրությամբ ցունամիի սպառնալիքի մասին և տարհանել բնակչությանը։ Ռուսաստանի հատուկ ծառայությունները Կոմիում ոչնչացրել են 2 ուկրաինացի դիվերսանտի։ Ըստ անվտանգության դաշտային ծառայության, կամիկաձե դրոնների օգնությամբ նրանք փորձել են ահաբեկչություն իրականացնել նավթային ձեռնարկությունում։ Ռուսաստանում դեռ շարունակում են հագնել տաք վերարկու եւ երկարաճիտ կոշիկներ։ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում ողջ գիշեր տեղացած ձյունը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել։ Մոսկվայի Վնուկովո եւ Շերեմետևո օդանավակայաններում չեղարկվել են մի քանի չվերթներ։ Սանկտ Պետերբուրգում չեղարկվել են դասեր։